Ձեր ընտանիքի պատկանող մեքենան դրվեց, ինչ նորություն կա, ինչ քննչական գործողություններ են իրականացել։ Փայլակ ջան, այդ ընտանիքին պատկանող մեքենային, որը որ կինս է վարում, որ տեղափոխում է 3 անչափահաս երեխաներ, դպրոց, մանկապարտեզ եւ հաստատություններ, անցել է արդեն 15 օր, ըստ ներքին գործերի նախարարության եւ լրատվական միջոցների ձերբակալվել էին հայր եւ տղա, թայրով համայնքի բնակիչներ, հետո տեղեկություն է տարածվել, որ հայր ծնողին թողել են, իսկ տղային տարել են կալանքի, այսպես ասած, 22 տարեկան երեխա, ես իմ կյանքում երբևիցե շփում չեմ ունեցել, չեմ ճանաչում ով է եւ ինչ որ մոտոցիկլետով հայր ու տղա, ինչպես լրատվականներում գնում էր, ինչ-որ տեղեկություններ կա, ըստ օդում կախված լուրերի, երկուսով են եղել եւ այդ մոտոցիկլետը գտել են իրենց բակում։ Հիմա ոչ ես ճանաչում եմ այդ մարդկանց, ոչ գիտեմ ովքեր են, ոչ էլ առնչություն եմ ունենում, դրդապատճառը միանշանակ սա քաղաքական է, քաղաքական հայացքների դեմ է, ոչ մի ուրիշ էս իրենց ասած կոռուպցիոներներ, լափածներ, պաշտոնյաներ, դղյակներ ունեցողներ, այս ամենից իրենց ֆեյք բաները մեզ չկպավ, հիմա անցան ահաբեկչության, սա միայն մեքենա այրել չի, սա իմ տան դեմ ահաբեկչություն է, որը որ տանից 1 մետր հեռավորության վրա էր ու մեր հրշեջները ասում են, եթե չհասցնեք այդ 5 րոպեվա ընթացքում մարել այդ կրակը հարևանների օգնությամբ, այդ մեքենան էլեկտրական մեքենա էր ու դառնալի կորուստներ էր ունենալու մեր եւ հարևանների տները այրվելու են ու շատ վատ էր լինելու։ Ես արդեն նման բանը չգիտեմ, դա արդեն ոստիկանության տիրույթում է, ուղղակի տարածած, ես դեռ ինձ ոչ մի բան չեն ասել, ոչ, ես սպասում եմ դեռ 15 օր է անցել, ոչ մի բան չկա եւ ասեմ, ցուցմունք տա, չտա, այս մարդը ուղղակի կատարող է, ինքը կլիներ կամ ուրիշ մարդ, ոչ մի բան է սա, սրա հետևում կանգնած մի քանի թուրըմբռնված թափթփուկներ կան, որոնք ես շատ կասկածներ ունեմ, ես դեռ լռում եմ, ժամանակը կգա, եթե այս իրավական պետության մեջ պատասխաններ չեն ստանա նման մարդիկ, նման թափթփուկները, պատասխանը կլի արդեն ուրիշ տիրույթում։ Դուք ոստիկանությանը ձեր կասկածների մասին հայտնել եք, թե ում եք Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ հայտել, ես սպասում եմ ոստիկանության բացահայտմանը, որովհետև իրենք տեղեկացրել որ ամեն քայլափոխին տեսանկարող տեսախցիկները կան ու շատ լավ հստակ երևում է թե ոնց են այրել ու ուր են գնում։ Ոստիկանությունը բոլոր այդ տեսախցիկների ձայնագրություններն ունի։ Պարոն Ստեփանյան, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն ներեք էլի լրագրողներն են էլի հաստատ։ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է քաղաքապետարան ու 2 ձերբակալված առավոտյան ժամը 9-եր մենք եկել ենք ավականու նիստի ժամանակ, հակակոռուպցիոն կոմիտեն մտավ այս առաջի մասնաշենք, Արգիշտի 1, հետո մի 5 րոպե ժամանակ կար, դուք ընդդրեք, մի 5 րոպե զանգ եկավ իրենց, երևի շփոթել էին, գնացին այն, դե կապ չունի, պոզով պոչով կենթանին ստեղ Արգիշտի 1-ից ընդեղ, չգիտեմ ովքեր են, բայց հասարակական կարգի տարբեր վարչություններից մի քանի օր առաջ Շենգավիթ վարչական շրջանից էր, չէ, ասենց մի աստղաբույլ էր։ Հիմա սուտ խոսալով ոչ մի բան չեն կարա։ Երևանցիները լավ հասկանում են, որ այս մարդիկ պոզով պոչով այդ կոռուպցիոն կենթանին մտել է ստեղ ու դուրս չի գալի։ ՔՊ-ն ու հանրապետությունը իրենց ճիքերն է վերջի մենամարտ են տալի, այս թալանը պահելու համար։ Հենց այդ մեքենա այրելու, հենց այդ նորքի ծեծ ու ջարդը բոլորը դիտեք այս պրիզմայի մեջ։ Իսկ մտավախություն չկա, որ ձեր օրինակ այդ գործը կկոծկեն, էլի իշի քաղաքական հրահանգ կլինի կամ մեղ պատիժ կտա։ Միանշանակ կա ու ես ձեզ ասեմ, ինչպես ժողովուրդն է ասում, կարող է այս մարդիկ քննեն, վերջում հասկանան, որ իրենց վրա են դուրս գալի, ծածկադմփոց անեն, մենք չենք թողնելու։ Հետաքրքիր զարգացումներ է սպասվում։